Փաշինյանը հայտարարում է խաղաղություն է բերել, բայց դրանից հետո Ադրբեջանի նախագահը չի դադարում խոսել Զանգեզուրում։ Ասում էին ուշադրություն մի դարձրեք նրանց խոսույթին, մեր խոսույթն է կարևոր։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից ուղիղ ասում է, որ դա տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ։ Ինչ է ստացվում, խաղաղությունը չի ստացվում Հայաստանի իշխանության մոտ։ Դա պետք է նորություն չլներ վարչապետի համար, որ Ալիևը տարածքային պահանջ ունի։ Արևմտյան Ադրբեջան արտահայտությունը ինչի համար է 300,000 փախստականների այսպես կոչված վերադարձը Հայաստան հենց այդ տարածքային պահանջների հետագա իրացման կարևորագույն քայլերից մեկն է ըստ իրենց ծրագրի բնականաբար եւ դա իրանք հետեւողականորեն անում են եւ վարչապետը շատ լավ գիտեր այդ մասին եւ հետեւաբար այն որ ասում է խաղաղություն է բերվել բարերով չի լինում էլի դա խաղաղությունը պիտի մի իրավիճակ լինի որ կողմերին համար այլ տարբերակ չլի քան խաղաղությունը ասենք պատերազմական ճանապարհով հարց լուծելը դառնա աննպատակահարմար բայց քանի որ այսօր այդ վիճակը չի հետեւաբար խաղաղություն մենք չունենք այնպես չի որ պատերազմների ժամանակ մենք պատերազմական իրավիճակում ենք իրականում եւ այնպես չի որ պատերազմների ժամանակ մարդիկ նոր տարի չեն արել ծնունդ չեն արել մարտի 8 չեն արել համաշխարհային հայրենական պատերազմների ժամանակ սովետական միություն Գերմանիա ամիսներ ա եղել որ խաղաղ իրավիճակ ա եղել իսկ մարդիկ մոռացել են որ պատերազմը թե պատերազմ չի այդ ձևով չեն որոշում խաղաղությունը թե խաղաղություն չի մի տարի 7 ամիս զինվոր չի սպանվել հա Պարզաբար Ալիևը ինչ-որ իմաստով բանա, այսպես ասած կներեք բարոս համար կուտա տալիս, որ ինչ-որ բաներ փոխի։ Հիմա ճնշում են անում, իհարկե Ալիևը շատ է ուզում, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, բայց միշտ վերարտադրվել նախ ռիսկա որ կարող է չընտրվի։ Վստահություն 3 հայտնեց, որ իրենց իշխանությանը հասարակությունը մանդատ է տալու, նորից վերընտրվելու։ Նիկոլ Փաշինյանը Հա, այդպես ասում են բոլորը, Վանո Սիրադեղները այդպես ասում, հանրապետական կուսակցությունները այդպես ասում, այդ խոսքերին ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, թե արդյոք օրինակ Ալիևին ձեռնտու է, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, իհարկե ձեռնտու է, բայց ռիսկ կա, որ չվերարտադրվի։ Չէ, մի րոպե, ռիսկ կա, որ չվերարտադրվի։ Եվ հետևաբար Ալիևը ուզում է, որ Նիկոլ Փաշինյանը մի քիչ ճնշի, էլի բաներ կորզի, որ հետո քանի հնարավորություն կա, եւ այդ կրակոցները, որ մի տարի 7 ամիս կրակոցներ չեղել, շարունակվի այդ process-ը, հետո ընտրությունների ժամանակ դառնա 2 տարի 2 ամիս կրակոցներ չեղել, ուրեմն արդեն խաղաղությունը կա, ուրեմն մեզ ընտրեք, որ այդ բանը փաստաթղթային մոմենտները վերջացնենք եւ այլ։ Իսկ ինչ տեղի կունենա, որ Նիկոլ Փաշինյանը նրա համար է, որ ընդհանրապես միջև ընտրական շրջան ապահովի հանրային այսպես վստահություն, որ մեր երկրում ամեն ինչ լավ է։ Միանշանակ է դա։ Ես հենց այստեղ է հարց առաջանում, բա Ալիևը ինչու է բոլոր դեպքերում այդպես մարտավարական սխալ քայլ տալիս, ասենք բացահայտում է, այսպես կոչված այն իրավիճակը ինչ որ կա, ինչ որ մենք անհանգստանում ենք։ Եվ այստեղ խոսքը բառերի մեջ չի, Զանգեզուրի միջանց եւ այլ բովանդակության մասին է, թե ինչ բովանդակություն կտրվի այդ ամեն ինչին։ Այն ինչ որ արվում է այսօր, վերահասվելու այն բովանդակությանը, որ Ալիևը տարիներ շարունակ ասում է, ինչ որ հիմա մեր իշխանությունները անում են, այդ անհանգստությունը ունենք։ Հա, ձեր հարցը որ ասեցիք, որ ինչ կլինի, եթե չվերարտադրվի Նիկոլ Փաշինյանը Ալիևի համար, Ադրբեջանի համար։ Նախ Ալիևը եւ Ադրբեջանը պետք է վստահ լինեն, եւ այդպես էլ կա, որ ով էլ որ գա Հայաստանում իշխանության, ապա ինքը որևէ փաստաթուղթ մեր իշխանությունների կողմից կնքած չպետք է բանա լուծարի այսպես կոչված հրաժարվի փաստաթղթից։ Այդպեսի բան չի կարա անի Հայաստանի որևէ իշխանություն չի կարա այդպեսի բան թույլ տա։ Ուղղակի պետք է այդ փաստաթղթերով առաջացած մարտահրավերները ճիշտ կառավարի, որը բերվի ի նպաստ, ասենք մեր պետականությունը։ Օրինակ, վերցնենք Տրամպի ուղին։ Տրամպի ուղին կարա երկու բանի վերածվի։ Մի դեպքում, եթե իշխանություններին այսօրվա թե վաղվա իշխանություններին եթե հաջողվի այդ ուղու այսպես կոչված շինարարությանը, ճարտարապետությանը ներգրավել Իրանի Իսլամական Հանրապետությանը, Չինաստան, Հնդկաստան, ասենք Ռուսաստան, ապա դա կլինի հիանալի պրոյեկտ Հայաստանի համար, հիանալի կլինի։ Եթե չհաջողվեց, արդյունքում ունած Թուրքիան եւ Ադրբեջանը, դա կլինի այն միջանցքը, որը Ալիևը ասում էր իր բոլոր հետևանքներով, Արևմտյան Ադրբեջան,
Հայաստանի գոյության բան, 4-րդ հանրապետություն, 10,000 քառակուսի կիլոմետրով եւ այլ, այդ ամեն ինչը կամաց ջրի դեսկայ։ Հիմա դուք շատ հաճախ եք ասում արտահերտ ընտրությունների մասին, պարոն Աղազարյան, դուք մնում եք այդ կարծիքին, իշխանությունը պետք է հիմա արտահերտ ընտրություններ հաշվի առնելով, որ այո, այդ խաղաղության մասին պատկերացումները, հայտարարությունները հիմա ավելի հեշտ է հասարակությանը, այսպես ասել, մոլորեցնելով գնալ, հիմա արտահերտ ընտրությունների գաղափարը ձեր կարծիքով կա, այլի արդիական է։ Այո, ես գտնում եմ, որ արդիական է, երկու խանգարող հանգամանք կա արտահայտության հասկացման, մի խանգարող հանգամանքը այն է, որ փաստորեն արդեն 5-րդ տարին է լրանում պատգամավորների եւ հոգեբանական բան կա, էլի, որ եթե որևէ մեկը 5 տարին մեջ լինում է մի գումարման պատգամավոր, ապա ինքը պատգամավորի թոշակ է ստանում հետագայում, երբ որ մեծանա։ Ինչ դա չի վերաբերում, որտեղ ես արդեն մի անգամ եղել եմ 5 տարի։ Սա կարող է խանգարող հանգամանք լինի, ասենք, որտեղ վստահություն կա, որ հունիսի 7-ին կհաղթեն, ինչ իմաստուն է բանը կորցնել, եւ մյուսը, այսօր բոլոր դեպքերում դեռ վառա կրակը իմպիչմենտի եւ հետեւաբար հրաժարականի դեպքում հենց այդ իրավիճակը կարող է առաջանալ, ասենք իմպիչմենտ կազմակերպել, իմպիչմենտ չի, արդեն ինքը հրաժարական տալիս, իմպիչմենտ չի ուրիշ բան է։ Եվ այդտեղ այդ ռիսկը կա։ Այս երկու հանգամանքը կաշկադում են։ Հիմա պետք է իրանք կշռադատենք սեմբրը։ Ես լինեի թիմում, ես կառաջարկեի արտահայտ ընտրություններ։ Թիմում կարծես թե կան էլի այդպես ցանկացողներ։ Եթե հիշում եք, մի քանի ժամանակ առաջ վարչապետը ասում էր հարցը չկա օրակարգում։ Հետո ինքը բերեց օրակարգ։ Քննարկման առարկա դարձավ քիչ մարդ եղանքով, հետո մտա քննարկման առարկա դարձավ ահագին մարդ դառնանքով, հեսա որ բոլորը դառնանքով արդեն ստիպված ինքը պիտի գնա արտահայտ ընտրությունների։ Ես գտնում եմ, որ օրակարգում այդ հարցը կա, դուրս եկած չի։ Պարոն Աղազարյան, երևի հետևել եք համագումարին, ԿՊ վարչության կազմը ձեզ ինչ է հուշում, ովքեր ձեր ասած այդ սանդղակով, ինչքան Նիկոլ, ինչպես դուք եք այդ սանդղակը կառուցել, ճիշտ էր ձեր կառուցած սանդղակը, ով է ավելի փաշինյանական այդ թիմում եւ արդյոք հորիզոնականները դրա մասին են խոսում, ձայները։ Դե ես ասեմ ձեզ, որ բանը որոշների դեպքում ձայներին ենք մենք գուշակել, օրինակ Ալեն Սիմոնյանի դեպքում ես 10-րդ տեղն էի կանխագուշակի, բայց 11-րդ տեղը պարոն Սիմոնյանը, հա, մի քիչ շփոթենք, ընդհանուր առմամբ 20 հոգուց, որ մենք ներկայացրել ենք վարկանիշային, թե ովքեր կլինեն, 20 հոգուց 4-ի դեպքում ենք սխալվել, մի դեպքում օրինակ բանը սխալեցինք բանը օբյեկտիվորեն, մյուս դեպքում դա սխալեցինք կար ձեզ համար ցուցակ։ Չէ, մեծ անակնկալ չկար եւ մեծ անակնկալ չկար եւ վարչական կազմակերպություններն էր պայմանավորված նրանով, որ այնտեղ 1-2 հոգի որ կային, որոնք պիտի ընտրվեին եւ կընտրվեին, որոնք որոշակի դիմագիծ ունեցող անհատներ են, որպեսզի դրանց դիմագիծը խառնվի ընդհանուր այդ միջինացված գորշ մասսայում եւ ոչինչ չներկայացնի։ Ասենք անուններ չէ, չտամ անուններ, դուք եք գիտեք ովքեր այդ տիպի մարդիկ, մի 3 հոգի երևի 4 հոգին է թե չլինի։ Հետևաբար սա Նիկոլ Փաշինյանը շատ լավ ձեռնտու տարբերակ է, որ գորշ մասսա, միջինացված մասսա, անդեմ մասսա, որ ինքը ինչ ուզենա բերի, այսպես կոչված վարչության որոշում լինի եւ ինքը ստիպված վարչության որոշումները կատարի որպես թիմի լիդեր։ Հետաքրքիր է, որ հիմա նաև ներկուսակցական տարբեր կոնֆլիկտների մասին է Հայկ Սարգսյան, Ալեն Սիմոնյան, Պապիկյանի դեմ են ասում գործողություններ է արվում, այս ներկուսակցական նախընտրական շրջանից առաջ այս ամեն ինչ այս կոնֆլիկտներ ինչի մասին են խոսում։ Եվ արդյոք Փաշինյանը եթե ուզենա չի կարող կանխել դրան, թե իրեն պետք է սպահին այդպես։ Երևի թե պետք է իրեն սպահին, դա չի կանխում։ Գործընթացը գիտեք ինչ 7 տարի 8 տարի ճանապարհ անցնել եւ մարդը չէ բոլորն էլ ասենք իրենց ամեն ինչով անկախ ամեն ինչից իրենց առանձնությունով իրենց որակներով հնարավոր չի որ չլինեն տարաձայնություններ դա շատ էս մի սարսափելի բան չի բայց բանը թիմը որպես թիմ կուրա այդ իմաստով կուրա այդ անդեմության իմաստով որտեղ շատ-շատերը իրենց դիմագիծից ահագին զոհել են եւ բոլորը միասին դառնել են միջինացված մի կերպարի առանձին մասնիկներ, բայց որ նայում ես, ասենք, դեմ չկա, միտք չկա եւ ավելի քիչ են այնպիսիները, որոնք
ասենք կարան սեփական կարծիք ունենան, Հայկ Սարգսյանը միշտ էլ այդպեսին էր, հիմա շուտով իր հարցերը գլուծեն, ամենայն հավանականությամբ էլի կան մեկ հա ձեր ճակատագրին արժանանում էլի կան մեկ-երկու հոգի, որոնք կամ աչք քաշեն կամ նույնպես կհրասվեն։ Այսինքն կարծում եք նրանք, ովքեր հստակ դիրքորոշում են հայտնում, չեն մնալու կուսակցություն, չի լինելու այնպես, որ հանդուրժեն թողնեն կուսակցություն։ Չի լինելու, չի ստացվում, որովհետև այն նպատակները, որ հետապնդում է վարչապետը, այդ միջավայրում դժվար է իրականացնելը։ Հիմա կներեք մենք դեմոկրատական կուսակցություն ենք։ Գիտելեր ասում եք դեմոկրատական կուսակցություն ենք, Վազգեն Սարգսյաններ ասում եք դեմոկրատական դեմոկրատ մարդիկ ենք, ու դեռ ինչեր ասում կամ ինչեր են։ Ասելով չի, կարևոր անելով է։ Հիմա կարևորագույն, խոշորագույն ձեռքբերումը հեղափոխության այն էր, որ ընտրությունների թափանցիկության, մաքուր արդարության մասին։ Հիմա դա էլ է ոտնահարվում։ Եթե բոլոր քո հավանական քաղաքական գործիչներին դու վերնուս կալանավորում ես, Ինչի մասին խոսենք, որ առաջվանը չի նախնական դարերում հավաքակի ժամանակների, որ արկղերը քվատոփերը տանում էին փոխում էին, հիմա ձևի չպիտի անել, մեծ ձև պիտի անել, մի շրջան ընտրակաշառքներն էր, որ բանը Լևոն Տեր-Պետրոսյան տարիներին նկատի ունեք արկղեր տանել բերելը։ Ոչ առաջի անգամ է։ Այո, 95 թվականից սկսած։ Քանի որ հիշեցրեցիք, վերջի շրջանում Տեր-Պետրոսյանի հայտարարությունները բավականին խիստ է գնահատում Նիկոլ Փաշինյանը բավականին սուր է արձագանքում ինչու է Տեր-Պետրոսյանի հանդեպ վերաբերմունքը այդպեսին դարձել նաև թիմակիցները այն թիմակիցները որոնք երիտասարդական տարիներին Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Նիկոլ Փաշինյանը ըստ էության շատ մեծ ընդհանրություններ ունեն երկուսն էլ մեծագույն սեր ունեն իրենց սեփական անձի նկատմամբ մեծագույն սեր եւ իրենց այն կողմ էլ աշխարհ չեն տեսնում Լևոն Տեր-Պետրոսյանը չի կարող հանդուրժի երբեք, որ հանգած Նիկոլ Փաշինյանի մոտ այնպեսի բան անի Հայաստանի եւ հայ ժողովրդի համար դրական էլի, որ իր անունը մնա պատմության մեջ, ինքը պիտի մնա առաջին նախագահ, հաղթանակած, ճակատամարտեր հաղթանակած, պատերազմը պարտված։ Հետագա քաղաքականության իմաստով։ Բայց բոլոր դեպքերում չգիտեմ որտեղից շուտ սկսվեց, ավելի շուտ սկսվեց իրենց հարաբերությունները եւ ընդհանրապես Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ ասենք այդ վիրավորական արտահայտությունները ես համարում եմ անթույլատրելի։ Ամենախիստ բառը, որ ես ասել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, դա սև հանճարն է, դա իր մեջ դրական բան է պարունակում։ Այս փուլում, երբ որ նախընտրական շրջանը, ինչու է այդ հերրակա բանավեճը ծավալվել ձեր կարծիքով։ Հա, նախընտրական բաներով պայմանավորված, որովհետև բոլոր դեպքերում Լևոն Տեր-Պետրոսյանը միտք ունի, խոսք ունի, կարա որոշակի ազդեցություն ունենա գործընթացների վրա, թիմում էլ բավականին լուրջ մարդիկ կան, եւ հետեւաբար Նիկոլը աճձախ պետքա Ինչքան կարա իր հակառակորդներին, ասենք, մեկին բանտով, մեկին սենց խոսքերով, մեկին ինձ էլ եզձև խոսքերով, եզձև բաներով մեկուսացնի ինչքան հնարավոր է, որ ինքը արդեն այն վիճակում հայտնվել, որ չի կարող պարտվել, որովհետև դա չգիտես ինչ հետևանքներ ունենա։ Օրինակ, այսինքն, եթե պարտվի ընտրությունում, ինչ կարող է նրա հետ լինել։ Դե որ ինքը մի շարք օրենքներ է խախտել, դա պետք պատասխան տա։ Այսինքն դատարանի առաջ կկանգնի։ Իսկ կարծում եմ, որ կարող է այդպես իշխանություն լինի, որ հա, այդպեսի բան լինի, նման քայլեր գնա, որովհետև հետո նաև կարող է պատահի ինքը սևեռված է այդ չորրորդ հանրապետության գաղափարի վրա, իբրև թե իրան թվում է, թե ինքը իր վրա դրված է այդ բան առաքելություն, ինքը պետք է հարցը լուծի, բայց իրականում չորրորդ հանրապետության գաղափարը ինքը առաջ է քաշել, որ դրա հետ ձեռի հետ լիքը բաներ սղացնի։ Այսինքն դեռ չորրորդ հանրապետություն է, կարծում ես պիտի լինի, սրբագրի անցկացնի Թուրքիային եւ Ադրբեջանին հաճո ընդունելի իրանց համար ընդունելի բաներ անցկացնի։ Հիմա ո՞նց է, հիմա դժվար է այդ ձևի։ Օրինակ համար հա կարա հնարավոր է տեսականորեն նույնիսկ որ սահմանադրության հետ կապված, փոխվի Ալիևի ուզած ձևով փոխվի։ Ասենք ես ենթադրենք թե ինչ որտեղ նաև համաձայն եմ ինչ-որ իմաստով։ Կարելի է նաև ժողովրդին համոզել։ Բայց ինքը ուզում է իբրև թե չորրորդ հանրապետության անվան տակ սահմանադրությունը փոխի։
Այդ եւի չեն անում։ Սահմանադրությունը փոխում են, եթե դա անհրաժեշտություն կա։ Զինանշանը փոխում են, եթե դա անհրաժեշտություն կա։ Չգիտեմ, օրինակը փոխում են, եթե դա անհրաժեշտություն կա։ Էլի որոշակի բաներից հրաժարվում են կամաց եւ 6 տարի հետո, 7 տարի հետո պարզվում որ այդ ինչ որ հանրապետությունն է։ Այդ ինչ որ հանրապետությունն ոչ թե վաղվանից մենք հիմնադրում ենք 4 հանրապետությունը։ Երբ որ դու հիմնադրում ես 4 հանրապետությունը, նշանակում է քանդում ես 3-րդ հանրապետությունը։ Բա եթե դու քանդում ես 3-րդ հանրապետությունը եւ ստեղծում ես 4 հանրապետություն, ասենք երբ որ դու ինչ-որ բան ես կառուցում, պիտի գաս շինթույլտություն վերցնես, չէ՞։ Իր բանով լեզվով կադաստրի վկայական, որ ասում է շատ գեղեցիկ հիմնավորումներ են բերում։ Պիտի գաս շինթույլտություն չէ վերցնես, որպեսզի կառուցես։ Այդպես շինթույլտություն վերցնելու մակից, ասում ես մակ ջան, ես ստեղծում 4 հանրապետություն, մակ ասում է հոպ, մի րոպե։ Գնամ այդ հարևաններից թուղթ բեր, որտենակ իրաց հողի մեջ չես մտնել, որ իրաց արևը չես փագում, որ իրաց ջուրը չես կտրում։ Ինքը պիտի գա թուղթ վերցնի, Վրաստանը կտա, Իրանը կտա, Թուրքիան կասի, վարկյա, Նիկոլ ջան, մի րոպե, ես այնքան եմ սիրում հարգում, տողու չափ, բայց հիշում ես 1920 թվականին, երբ որ ես ու դու Գյումրիում սուրճ էինք խմում, այն ժամանակ խոսքը գնում է 10,000 քառակուսի կիլոմետրի մասին, իսկ հիմա եկել ես ծավալապաշտական, մի քիչ Ռուսաստանից շփվել ես, բան ես տարել, ծավալապաշտական 29,743 քառակուսի կիլոմետր, արի բան անենք, եթե համաձայն ես 10,000-ին, տալիս եմ համաձայնությունը, չէ պիտի մտածեմ, Ադրբեջանն կողմից չեմ տա համաձայնությունը, ստիպած իշկանի, ստիպած կասի դե, էս էր, ինձ տվեցի հնարավորություն, որ ես ստեղծեմ 4 հանրապետություն, ստեղծել եմ վայել 10,000 քառակուսի կիլոմետր։ Դա հավանական ծրագիր եք համարում։ Հա, ոնց։ Ինչի՞ չպիտի համարեմ, որ երբ որ Ադրբեջանը 60%-ը մերն է։ Ինչի՞ չպիտի համարեմ։ Հետևաբար ինքը արդեն եկել է ցիկլի մեջ։ Հետևաբար պետք է կանգնեցնել, իրան պետք է կանգնեցնել, գնա հանգստանա մի 6 ամիս, 7 ամիս հանգստանա, չէ՞ որ ինքը վստահ է որ ժողովուրդը իր կողքին է։ Էդո 6 ամիս հանգստանա, գայլի ժողովրդին ձայն տան ընտրվի, բան անի, մի թայմաուտ վերցնի, Ալիևին զանգի, Էրդողանի զանգի, ասի կներեք ստեմի որ։ Հատրապին զանգի։ Ճիշտ եմ հասկանում ձեր ասածից, որ իր համար այս ընտրությունը կյանքի եւ մահվան, այսպես ասած, հարց է, որովհետեւ կամ այս կողմ, կամ դատարանի առաջ, կամ հաղթելու է, կամ կանգնելու է դատարանի առաջ։ Կա այդ հավանականությունը կա, այո։ Եվ այդ համար ինքը թիմին, եթե կարելի է բառը այդպես օգտագործել, փչացնում է այդ իմաստով։ Այսինքն բոլորին սարքում է այնպես, որ յուրաքանչյուրը պայքարի հաղթանակի համար ոչ ավելի քիչ, քան ինքը նույնիսկ, որովհետև դուք եք պիտի պատասխան տալ։ Դուք եք չի ասում 4 հանրապետություն ստեղծի, հո ես չեմ ասել, հակրակն եմ եկել այդ բան եմ ասել։ Ասեք չէ։ Ուրեմն դե ուրեմն յուրաքանչյուրը պիտի իմանաք, որ հանգարցակի մի բան այն չեղավ, ապա ես ինչ կլինի, նախ պատերազմ կլինի, չգիտեմ ինչ կլինի, Ալիևին կասեմ կկրակի, մրակի, բամա երկրորդը, եթե հանկարծ իտոգում էլի չեղավ, դուք եք պիտի պատասխան տաք։ Ինքը այդ խնդիրները լուծում է, բայց բոլոր դեպքերում արդեն բոլորին է ակնհայտ դարձել, որ որևէ իր խոսք ինքը չի կատարել, ըստ էության։ Ասել է, ինչ որ ասել է, արվել է հակառակը, Հայաստանն է եւ վերջ, ես ինչքան մեկնաբանում եմ յուրիստով ինձ հարցնում են լրագրողները, ես ասում եմ ինքը նկատի Հայաստանը, պատմական Հայաստանը, որսում է արդարացնել, բայց որտեղ վտանգավոր բաներ էր ասում, հնարավոր էր արդյոք հնարավոր էր արդյոք բանա առանց պատերազմի բանանել, հա հնարավոր էր առանց պատերազմի նույն արդյունք ունենայինք, զոհերը չէինք ունենալ։ Ես տեղից վեր թռա, որ այդ ինքը խոսքերն ասեց։ Տեղից վեր թռա, որ ինքը խոսքերն ասեց։ Ասենք ունենք այդպիսի բաներ, որ ասվում է, հետո պատասխան պետք է տա, չէ՞, այդ ամեն ինչի մասին։ Հասկացան գնաց Պրահայում Արցախյան Ադրբեջանի կազմից, ես դեմ չի, ես համաձայն եմ, ունենք դաներ եմ համաձայն, բայց ոչ թե առանձնակի որպես որոշում, դրանց պիտի բխեր լիքը բաներ։ Ադրբեջանը մեր տարածքանաբուծականությունը պիտի ճանաչեր, պիտի ճանաչեին բոլոր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ապահովված լինի Արցախի ժողովրդի նկատմամբ չէ իրականացնել ցեղասպանություն, որ իրականացնել, այդ բանը չի արվել։ Դե ինքն է ինֆորմացիան տիրապետում, եթե գիտեր որ չի արվել, դա խեր անում, օրինակի համար։ Մինսկի խումբը լուծարելը ոնց արեց, ասավ ձախ յանը կլինի խաղաղության պայմանագիրը, աջ յանը կլինի
Մինսկի խմբի հետ կապված դիմում է։